Արդեն երկրորդ օրն է, որ ակցիաներ եք իրականացնում երեք գլխավոր դատախազության շենքի մոտ եք, այսօր ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, ինչ ակնկալիքներ ունեք այս կառույցից, հնարավոր է որևէ կերպ փոխվի Դավիթի խափանման միջոցը այս ակցիաներից։ Մեր հենց ամբողջ խնդրանքը դրանում է կայանում, որ թե դատախազությունը, թե վարչապետը եւ թեկուզ դատարանը փոխի խափանման միջոցը, թող էլի անաչառ դատավարություն տանեն, թող էլի փորձաքննեն ու տեսնեն, որ այնտեղ այդպիսի հանցակազմ չկար ու փոխեն Դավիթի խափանման միջոցը, քանի որ Դավիթը իրոք առողջական խնդիրներ ունի եւ օր առաջ իր խափանման միջոցը փոխելը դա բխում է եւ իրան շահերից եւ հոգուտ մեզ։ Մենք արդեն ինչ երկրորդ օրը մենք արդեն կիրակի օրվանից քուն ու դադար չունենք։ Տեսեք, երբեմն շահարկում են, որ երեխաները փողոցում են, եկել են, ակցիա են իրականացնում, սրանց դուք ինչպես կարձագանքեք։ Երեխաները չեն դասընկերների։ Երեխաները միայն այստեղ չեն գալիս, երեխաները մեզանից շատ են անհանգստանում, հավատացած եղեք ու բավականաչափ, ինչ ասեմ, իրանց մոտ կոտրվել է այդ արդարության, այդ ամեն ինչի չի կարելի, չէ՞, այս մտաղ սերնդի մոտ միանգամից կոտրել, որ այս երկրի արդարադատությունը բա որտեղ է, այն ամենածանր հանցագործի նման տանել ու Արմավիրի քրեակատարողական հիմնարկ կալանավորում, երբ որ մարդասպանները տնային կալանքում են գտնվում։ Ախր չգիտեմ, չկա ինչ որ իրավասու մարմին, պաշտոնատար անձ, որ միջնորդի, թեկուզ մարդու իրավունքների պաշտպանը, այսօր ասեց վերջնական ասելիք չկար ոչինչ, այսինքն ինքը չի ուզում միջնորդի, ինքը չգիտեմ, չի տեսնում այդ երեխայի առողջական թղթերը, թող տանեն յուրաքանչյուր ստուգում անցկացնեն։ Դավիթի մայրիկը նաև դիմել էր կրթության գիտության որպեսզի երաշխավորեն։ Երաշխավորի ինչ ակնկալիքներ ունեք երաշխավորի Ժաննա Անդրեասյանը Դավիթի համար։ Մեր ակնկալիքները շատ մեծ են, մեր դաժե ակնկալիք ունենք, որ այսօր ձեր լրագրողներից մեկը շատ նուրբ, լավ խնդրանքով դիմեց մեր վարչապետին, մտածում ենք ինքն էլ կերաշխավորեր, կմիջնորդեր, բայց փաստացի մեր շերեփը թղթից է։ Հիմա ՄԱԿ-ից ինչ ակնկալիք ունեք։ Մենք պետքա, ճիշտ ասած, մեր լուր ակցիա է, մեր մոտ լուր ակցիա, որպեսզի բոլորը միջնորդեն, բոլորը դիմեն, բոլորը աջակցեն, որպեսզի Դավիթի խափանման միջոցը փոխեն։ Մենք չենք ասում արդարացնենք, թող գնա այդ քննությունը, թող տեսնեն, որ եթե մեղավոր է թող պատժի, բայց ես վստահ եմ, որ մեղավոր չի։ Ես այդ երեխային 12 տարի եմ ճանաչում, ճիշտն ասած։ Ու չեմ կարծում, որ միգուցե այդ տղայական, երիտասարդական ինչ-որ այդ բանը գործել է, բայց հնարավոր չի։ Ախր ոնց կարելի է, չգիտեմ, հանցագործների հետ տանել այդ տիպի երեխային մի խցում պահել, մի քրեակատարողական հիմնարկում, ախր ընդունելի չի, էլի, հասանելի չի, ուղեղումս չի տեղավորվում։ Անարդար չի, երբ խոսում են օրինակ Դավիթի արարքի մասին, բայց չեն խոսում անվտանգության աշխատակցի արարքի մասին, ով բռունցքով հարվածում է Դավիթի ծնոտին։ Գիտեք, ամենաբանը որն էր, անարդարը որն էր, որ դատավորը անգամ տեղյակ չէր այդ տեսանյութի մասին ու մարդը դատեց կալանավորման միջոց ձեռնարկեց, ինքը տեղյակ չէր այդ տեսանյութի մասին։ Տեղյակ լիներ որևէ բան կփոխեր դա։ Մեզ թվում էր, հետո մենք իրան տեղեկացրեցին, մեզ թվում էր դա բան կփոխի, բայց փաստորեն ի սկզբանե երևի որոշված էր։ Եթե Դավիթը 2 ամիս մնա կալանավայրում, ինչ հետևանքներ կունենա իր առողջական վիճակի եւ ինձ մի հարցրեք, որովհետեւ ես ամեն օր իր հոգեբանական վիճակի վրա ինչպես կազդի։ Ես վախենում եմ դրա մասին մտածեմ։ Ես հիմա որ խոսում եմ, ես վախենում եմ դրա մասին, ուղղակի մտածեմ, դա ահա որ կլինի։ Ես չեմ պատկերացնում, թե դատավորը, թե որոշում կայացնողները եւ թե այսօր չմիջատնողները, իրենք ծնողներ չեմ հասկանում։ Կամ այդ երեխայի հետ խոսելիս, իրենք չեն պատկերացնում, ինչ երեխայի հետ գործ ունեն։ Մարդը մտնում է քնչական իր հետ կոպիտ դույով են խոսում, ինքը արդեն դուքով բոլորը զգաստացած, իրանք այդ երեխեքն են, իրանք բոլորի նկատմամբ հարգանքով, բոլորին, չգիտեմ, ես արդեն եմ որ sense հիասթափված եմ ամեն ինչից։ Դուք ակնկալում եք, որ օրինակ ձեզ կմիանան շատ մայրեր, որոնք ունեն որդիներ։ Միանշանակ։ Ես այսօր արդեն մենք բոլորս արդեն զգում ենք սոցիալական ցանցերի մեր աջակցությունը, ամեն ինչ բոլորն էլ մեր կողմից են։ Այն որ տակերը գրում են շատ կարճ կոմենտներ, դա չեմ, դրանք իրանք դուք գիտեք դրանք ովքեր են։
Դրանք մի քանի հոգի են, որոնք չգիտեմ ինչ քաունտներով գրում են։ Բոլորը աջակից են, ով ճանաչում է այս զուրկ երեխաներին, իրանք, չգիտեմ, ոչ միայն աջակից են, իրանք ապշահար են։